Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի շենքում, որը գտնվում է Դիլիջանի հրաշքավորության սրտում, արդեն երկրորդ օրն է ընթանում է ASOF-ի ամենամյա համաժողովը։ ASOF-ը հայ գիտական և մշակութային ընկերակցություն է, որին անդամակցում է շուրջ 400 փայլուն ուղեղ գիտնականներ, արվեստաբաններ, հետազոտողներ, ձեռներեցներ աշխարհի տարբեր անկյուններից մեծ մասը բնակավոր հայ ազգի։ Ես այս ընթացքում մասնակցելով համաժողովին բնականաբար շատ ուսանելի նյութ լսեցի և բացի այդ հնարավորությունը օգտագործեցի տարբեր մարդկանց հետ ծանոթանալու և նրանց ներկայացնելու կրթվել լրաձևի շարժման երկրորդ փուլի ռազմավարական պլանը, նրանց նաև խնդրելով ուսումնասիրել, գտնել համագործակցության ընդհանուր եզրեր, որպեսզի փորձենք այս ամենակարևոր մարտահրավերի շուրջ մեկտեղել մեր ջանքերը։ Մեծ քանի որ նաև խոստացել ենք, որ պետք է հանրայնացնենք շարժման նպատակը, շարժման տեսլականը, առաքելությունը և առհասարակ այս ամբողջ պլանը առաջիկա 5 տարիների համար ես ուզում եմ նաև հիմա ընթերցել ձեզ համար առաջին գլուխը, ռազմավարական հիմքը և փաստաթղթի նպատակը, ուղղակի կընթերցեմ և այսպես փաստաթղթի նպատակը ավելի ճիշտ կրթվելը լրաձևեր համապետական շարժում ռազմավարական ծրագիր 2026-2030 թվականների համար։ Փաստաթղթի նպատակը Սույն ռազմավարական ծրագիրը սահմանում է կրթվելը լրաձևի համապետական շարժման զարգացման դրամաբանությունը, առաջնահերթ ուղղությունները, իրականացման մեթոդները, չափման ցուցանիշները և ռազմավարական նպատակներին հասնելու ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցման մոտեցումները 2026-30 թվականների համար։ Փաստաթուղթը միաժամանակ ծառայում է շարժման գաղափարական, գործառնական և գնահատման հիմք, ապահովելու համար, որ նախաձեռնությունը չսահմանափակվի միայն խորհրդակցական արշավներով, այլ վերածվի վարքագծային և հասարակական փոփոխություն խթանող երկարաժամկետ հարթակի։ Փաստաթղթի ռազմավարական հիմքը իսկ ավելի կոնկրետ կրթվելը լրաձևի շարժման առաքելությունը։ Խթանել շարունակական կրթության մշակույթի ձևավորումը Հայաստանում որպես անձնային աճի, մրցունակության և հասարակական բարեկեցության հիմք։ Կրթությունը դարձնել ոչ միայն գաղափարական արժեք, այլև առօրյա կյանքի, աշխատանքի, ինքնազարգացման և հասարակական վարքի բնական ու ընդունված մաս։ Շարժման տեսլականը նպաստել պետության ներսում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ կրթվելը դառնա նորմ, սովորական, արժևորելի և անհրաժեշտ վարքագիծ, զարգանալը կյանքի անբաժան մաս, իսկ գիտելիքը, կարողություններն ու հմտությունները հաջողության, անձնական առաջընթացի, մրցունակության և հանրային բարեկեցության հիմնական գործոն։ Տարբերակել ուսում և կրթություն ասվածությունները, չսահմանափակվել ակադեմիական ուսմամբ, այլ խթանել համընդհանուր կրթությունը։ Ուսումը տեխնիկական և մեխանիկական գիտելիքն է, կրթությունը կենսակերպ։ Շարժման արժեքները գիտելիք, ինչի ենթադրում է հանրության շարունակական զարգացում, կիրառականություն, կրթության միջոցով ստացած գիտելիքն ու հմտությունները իրական արդյունքի վերածելու հնարավորություն, մարդակենտրոնություն, այսինքն շարժման համար արժեք է մարդակենտրոնությունը, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր մեկ մարդ անհատի աճը կարևոր է, ազատություն, ինչը հիմնավորվում է նրանով, որ կրթված և կիրառական գիտելիքներով հարուստ մարդն ավելի ազատ է և ավելի ինքնուրույն, բարեկրթություն և հարգանք,
ինչը ենթադրում է առողջ հանրային միջավայրի ձևավորում, ինչը հիմք է նման միջավայրի ձևավորելու համար, չեզոքություն և թափանցիկություն, ինչը ենթադրում է առանց քաղաքական կամ սոցիալական խտրականության շարժում և ներդաշնակություն, ինչը ենթադրում է համերաշխ հասարակության ձևավորում։ Շարժման գործնարարական սկզբունքները վերջին կետն են այս գլխի, որով ես կսահմանափակվեմ ներկայացնել ռազմավարությունը, հաջորդի կշարունակեմ։ Եվ այսպես շարժման գործառնական սկզբունքներն են համար առաջին և ամենակարևոր օրինականություն, այսինքն շարժումը ամբողջությամբ տեղավորվում է և պարտավոր է և չի կարող գերազանցել Հայաստանի օրենսդրությունը։ Երկրորդ սկզբունքն է ապակուսակցականությունը, երրորդ ներառականություն, չորրորդ համագործակցություն բոլոր շահագիծների հետ, պարզությունը մեր սկզբունքներից մեկն է, հասանելիությունը, գործնականությունը, թափանցիկությունը, վստահելիությունը և տարածքային հավասարակշռությունը, ինչը ենթադրում է չսահմանափակվել միայն մայր քաղաքով, այլ հասանելիություն պետք է ապահովել ամբողջ հանրապետությունով մեկ։ Ինչ եմ ուզում ևս մեկ անգամ կրկնել։ Խնդրում եմ նախաձեռնողականություն դրսևորել, եթե ձեզ համար այն ինչ ես մեջ գրեցի, որևէ մեկի համար կարևոր է և առաջնահերթ է և գտնվում է առաջնահերթությունների առաջին 12-ում թեկուզ որևէ տեղ, խնդրում եմ անպայման չտատանվել, չկասկածել և ընդունել հրավերը և գոնե այս հարցում մեկտեղել մեր ջանքերը և հասնել նպատակի։ Շնորհակալ եմ, առայժմ մինչ նոր եթեր։